դուք շատ բարձր տրամադրությամբ թմբուկ եք խփում, ես նայեցի այդ դրվագները, շատ լավ է, բայց դրանից զատ մեր քաղաքացիները ուզում են հասկանալ ի վերջո այս խնդիրները հստակ լուծում ստանալու են, թե չէ։ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Թբիլիսիից այսօր վերադարձած վարչապետ Փաշինյանից հետաքրքրվում էր Վրաստանի իր գործընկերոջ հետ, խոսել է բեռնատարների հայ վարորդներին ու տնտեսվարողներին մտահոգող հարցերից։ Վրաստանի տարածքով Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնող վարորդներն ու տնտեսվարողները վերջին 1 տարվա ընթացքում անընդհատ բողոքում են, թե վրացական անցակետերում առանց բացատրությունների կանգնեցնում են բեռնատարները, չհիմնավորված ստուգումների ենթարկում, այդպիսով լուրջ դժվարություններ առաջացնելով հայկական բիզնեսի համար, բայց թե ինչու հստակ պատասխան ասում են ոչ ոք չի տալիս։ Պարոն Փաշինյան, ես ուզում եմ շատ ուղիղ ասեք, դուք այդ հարցը բարձրացրել եք, որ մեր տնտեսվարողները կաշառքի դիմաց ամիսներ, օրեր շարունակ կանգնում են այնտեղ ձնի, բքի, անձրևի եղանակային պայմանների, լինում են նաև որ ամիսներ ատևում այդ եւ կրկնում եմ նյութական շահագրգռվածության դիմաց հնարավորություն է լինում, այսինքն ուղիղ ասել եք այս մարդկանց, որ մենք Հայաստանի Հանրապետության իշխանությունները այս խնդիրը տեսնում ենք, այս խնդիրը կա ի վերջո երբ է այս հարցին լուծում տրվելու։ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավորի հարցը սա դրանք որակեց, հորդորելով, եթե կոնկրետ ինֆորմացիա ունի, ապա երբ ու որ իրավապահ մարմնին է դիմել։ Ձեր սադրանքներով ես կարծում եմ, որ դուք ուզում եք պրոբլեմներ ստեղծեք, որ հետո գաք ել այդ պրոբլեմների մասին խոսեք, հետո նոր սադրանքներ անեք, հետո ավելի բարձր խոսեք այդ սադրանքների մասին, դուք ասեք ինչ մենք կարող ենք փոխանցել մեր չգիտեմ ինչ ասիկ, դուք ոչ մի բան չեք կարող փոխանցել, որովհետև դուք փոխանցելու ոչ մի բան չունեք, կառավարությունը ապահովում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտային արտանման եւ ներմուծման խնդիրները, իսկ եթե դուք այլ ինֆորմացիա ունեք, իրավապահներին պետքա դիմեք, իսկ եթե միջև մի չեք դիմել, ուրեմն դուք պարզ պրովոկացիայով եք զբաղված, ուրիշ ոչ մի բանով։ Բեռնատարների վարորդները, որոնք հիմնականում անանուն են խոսում կաշառքի մասին, խնդրում են նաև իրենց ձայնը փոխել, որ ավելի լուրջ խնդիրների առաջ չկանգնեն։ Գումարը տալիս են մի անհատի, որ այդ ապրանքը անցնի։ Գումարը չեն տալիս, այդ ապրանքը չի անցնում։ Դա ամբողջ խնդիրը։ Իսկ ում են տալիս այդ գումարը։ Անօրինական գումար։ Հայաստան իշխող մեկի։ Այդ մեքենան դուրս է գալիս։ Միանգամից տալիս են, շո համաները նկարում ղրգում են, տամոժիկը բացում տեն մա որ կա այդ տվյալ մեքենայի համաները, շո աֆորմի տանում հասնում այդ մա։ Չկաս մա քաշի կայնի, ինչեւ լնի համաները։ Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը երեք նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին էր նույն հարցն ուղղել։ Նախարարն էլ արձագանքեց, ինքը դիմել է իրավապահներին, որ բացահայտեն, բայց ոչ ոք ցուցմունք չի տվել ու իր դիմումն ընթացք չի ստացել։ Հրապարակային, ուրեմն հայտարարություններ ա եղել Facebook-յան իմեջում հարյուրավոր մարդիկ այդպիսի բան են գրել, ես դիմել եմ իրավապահ մարմիններին, իրավապահ մարմինները դիմել են այդ մարդկանց, Հայաստանի Հանրապետությունում չի գտնվել մեկ հոգի, որ գնա ասի ես հաստատում եմ իմ գրածը։ Անանուն են խոսում, որովհետև վախենում են, որ ունեցած խնդիրները կհազարապատկվեն։ Արձագանքեց Դանիելյանն ու ասաց, հարկ եղած դեպքում ինքն այդ մարդկանց հանդիպման կբերի նախարարի մոտ։ Պապոյանը շարունակեց, այդ հայտարարությունների համար ոչ թե իր կամ ազգային ժողովի որևէ պատգամավորի մոտ պետք է գնան, այլ իրավապահների։ Բազմաթիվ տեսանյութեր կան, փաստող այն մասին, կոնկրետ մարդկանց անձերի դեմքերն էլ կան, ազգանուններն էլ կա, այդ տնտեսվարողներն էլ կա, կարծում եմ, որ խնդիր չի այդ մարդկանց հավաքել միտեղ, եթե պետք կլինի, ես էլ ձեզ հետ կմասնակցեմ եւ այդ մարդիկ մանրամասը կասեն, ինչ խնդիրների առջև են բախվում, ինչի են խուսափում, որովհետեւ գիտեն, որ այդ մարդիկ ֆիքսվեն, շատ ավելի լուրջ խնդիրների առջև են կանգնելու։ Այսինքն պետությունը իր պարտականությունները կատարելու տեղը այդ պատասխանատվությունը դնում է այդ կներեք այդ խեղճ ու կրակ մարդկանց վրա, որ առանց այն էլ այդ անձրևին, ցրտին, ձյանը բավականին լուրջ պրոբլեմների առջև են կանգնում։ Շուրջ 1 տարի առաջ Հայաստանի կոնյակի ու գինու մի քանի գործարանների աշխատակիցներ, տնօրեններ ու արտահանողներ էին բողոքի ցույցերի դուրս եկել, պնդում էին Վրաստանն ամիսներով կանգնեցնում ու ստուգում է իրենց խմիչքի որակը, որը ոչ թե Վրաստանում, այլ Ռուսաստանում պետք է վաճառեն։ Այս բողոքներից հետո ստուգումները չդադարեցին, վրացական կողմը շարունակում է վերահսկել իր տարածքով Ռուսաստան արտահանվող հայկական խմիչքի որակը, սակայն ըստ վարորդների ստուգման օրերն են միայն կրճատվել։
նկատվել։ Հետո հեղուկ գազ ներկրող բեռնատարների վարորդներն էին դժգոհում։ Վրաստանում կաշառք են պահանջում, որ մեքենաները Հայաստան մտնեն։ Օրերս էլ շինանյութ ներկրող բեռնատարներն էին վրացական անցակետում մնացել։ Վերջերս կահույքի հետ կապված հարց կար։ Նախարարը եկավ, ես հանդիպեցի իր հետ ու այդ հարցը հիմա լուծվել է։ Այսօր էլ բեռնատարների մի քանի վարորդներ ազատությանն ասացին։ Հացահատիկ ներկրող տասնյակ բեռնատարներ նորից անցակետերում են կուտակվել։ Հիմա էլ պահում են հացահատիկը։ Վահակին կուտակված մեքենաներ կան վրացական սահմանում, Տամոժնում մոտ։ Ռուսաստանից դեպի Հայաստան գալացողը։ Երեկվա օրվա երկրորդ կեսի դրությամբ 60-ից ավել մեքենա կանգնած էին։ Գումար են ուզում, որ մեքենան ասի, չի ասում, սա դա։ Օրերս Վրաստանի ֆինանսների նախարարությունից ազատության վրացական ծառայությունը փոխանցել էին, թե հայկական բեռնատարների նկատմամբ ոչ մի արտառոց գործողություն չի իրականացվում։ Մաքսային ստուգումները ստանդարտ ընթացակարգով են եղել։ Իսկ հայաստանցի վարորդները շարունակում են դժգոհել։ Կառավարությունից ոչ ոք հստակ չի պատասխանում իրենց հարցերին։ Փաշինյանն էլ ասում է, Թբիլիսիում ամեն ինչ քննարկել են, բայց փակագծեր չի բացում, թե ինչ պատասխան է ստացել վրաստանցի իր պաշտոնակցից եւ խնդիրն արդյոք կլուծվի։